Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Ապրիլի 22-ին Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Ապրիլի 22-ին Սմբատյանը հանդիպել է նաեւ Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մայիա Բիթաձեի հետ։ Հանդիպանը քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև գործակցության հաստատման հնարավորությունները։ Մի ակնկալեք, որ որևէ դեսպանատուն կդատապարտի ոստիկանների վրա հարձակումները հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ի պատասխան Թբիլիսիում վերջին ցույցերի ժամանակ իրավապահների ստացած վնասվածքների վերաբերյալ հարցերին։ Կալաձեն վերջին մի քանի ամիսների ընթացքում Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ակցիաները համարել է արտերկրից կազմակերպված։ Մի ակնկալեք, որ դեսպանատները հայտարարություններ կտարածեն։ Թբիլիսիի փողոցներում տեղի ունեցած անկարգությունները ֆինանսավորվել են միջազգային մակարդակով։ Դա քաղաքական մանևր էր պետական հեղաշրջում կազմակերպելու հաշվարկված փորձ։ Այն քաոսը, որը նշանավորվել է ճայթուկների եւ այսպես կոչված մոլոտովի կոկտեյլների արձակումով, անհերքելիորեն աջակցություն է ստացել օտարերկրյա ֆոնդերի կողմից, եղել է հեղափոխության սցենար, որը մշակվել է արտերկրում։ Այդ փորձը սակայն ըստ Կալաձեի ձախողվել է, քանի որ պետությունը եւ դրա բոլոր ինստիտուտները շարունակում են արդյունավետ գործել։ Միացյալ Նահանգների այցի շրջանակներում Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է միջազգային ֆինանսական կորպորացիայի Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի հետ։ Ըստ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմերը քննարկել են միջազգային ֆինանսական կորպորացիայի գործունեությունը Վրաստանում, ընթացիկ եւ ապագա ծրագրերը, նաեւ մասնավոր հատվածի ֆինանսավորման հարցում միջազգային ֆինանսական կորպորացիայի առաջնահերթությունները, ինչպիսիք են էներգետիկան, արդյունաբերությունը, տրանսպորտը, կապերը եւ միջին միջանցքի զարգացումը։ Մենք տեսնում ենք այս ոլորտներում ներդրումային հսկայական ներուժ։ Միջազգային ֆինանսական կորպորացիան նաեւ կաջակցի մասնավոր ներդրումներին հեռահաղորդակցության եւ ենթակառուցվածքային նախագծերի հարցում։ Դավիթաշվիլի նաեւ հավելել է, որ միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությամբ իրականացվող ծրագրերը կնպաստեն Վրաստանի տնտեսության հետագա զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ երկրի մրցունակության բարձրացմանը։ Ստամբուլի մերձակայքում գտնվող Մարմարածովի ջրերում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ըստ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության։ Թուրքիայի աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հաստատել է ուժեղ երկրաշարժի մասին տեղեկությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ափից 11 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է նաեւ հարևան նահանգներում։ Երկրաշարժին հետևել է առնվազն 5 հզոր հետ ցնցում։ Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից երկրաշարժը գնահատվում է ավերիչ։ Հաղորդվում է հոսանքի կարճ ժամանակով անջատումների մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը։ Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 մարդ է տուժել։ Հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 151 տուժած։ Նրանք խուճապի պատճառով ցած են նետվել բարձրությունից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ասված է Ստամբուլի նահանգային կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ Իշխանությունները հայտնել են նաև Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում դատարկ շենքի փլուզման մասին, սակայն ոչ ոք դրանից չի տուժել։ Ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ մարդիկ խոճապահար շենքերից դուրս են եկել փողոց, ոմանք փորձել են մեքենաներ վարել։ Երկրաշարժից հետո քաղաքում ինտերնետ հասանելիության ընդհատումներ են եղել։ Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով գիտնականների խորհրդի անդամ Հալուկ Էյդողանն ասել է, որ փորձագետները կանխատեսում են Ստամբուլում 7 մագնիտուդից ավելի ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի տնտեսական հետևանքները կզգա ամբողջ Թուրքիան։ Ստամբուլի քաղաքապետարանի հաշվարկների համաձայն 7.5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում քաղաքում առնվազն 90,000 շենք կփլուզվի, իսկ մոտ 4.5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։ Ապահովագրական ընկերությունները գնահատում են, որ վնասները կարող են գերազանցել 325 միլիարդ դոլարը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Նա նշել է, որ Թուրքիան եւ Պակիստանն այն երկրների թվում են, որոնք ամենաուժեղ կամք են ցուցաբերում ահաբեկչության դեմ պայքարում։ Էրդողանն ընդգծել է Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի զարգացման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաեւ Պակիստանի դիրքորոշումը Գազայի հարցում, շեշտելով. Պակիստանը Գազայի ցեղասպանությանն ամենակոշտ արձագանքած երկրներից է։ Էրդողանը նշել է նաեւ, որ Թուրքիան եւ Պակիստանը շարունակելու են համատեղ պայքարն անկախ Պաղեստին պետության ստեղծման ուղղությամբ, հիշեցնելով, որ այս հարցում երկու երկրները լիակատար ներդաշնակությամբ են գործում։ Մենք վճռական ենք ապագայում եւս նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում։ Շարունակելու ենք միասին աշխատել 1967 թվականի սահմաններով Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին պետության ստեղծման համար։ Բացի այդ, Թուրքիայի նախագահը շեշտել է, որ այս պահի դրությամբ երկկողմանի ստորագրված 25 պայմանագրի իրականացման գործընթացն արդեն մեկնարկել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեթը քննարկել են գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրներ։ Բերսեթի հետ դրմփակ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ կառուցողական երկխոսությունը։ Անկարան շարունակում է գործակցել մարդու իրավունքների մեխանիզմների եւ խորհրդի հետ, ասել է Էրդողանը։ Նա մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Եվրոպայում ռասիզմի, իսլամոֆոբիայի եւ այլ ատյացության աճի կապակցությամբ եւ ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը պետք է ավելի զգայուն լինի այս խնդիրների դեմ պայքարում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ավստրալիայի գեներալ նահանգապետ Սեմ Մոստինը քննարկել են երկկողմ կապերը, նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային հարցեր, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ իր երկիրը կշարունակի զարգացնել գործակցությունը բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես առևտրի, զբոսաշրջության եւ տրանսպորտի, ամրապնդելու Թուրքիայի եւ Ավստրալիայի միջև խորը կապերը նախատեսված գործողությունների միջոցով։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը վերջ դնելու իսրայելական ագրեսիային Պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայում։ Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում հնարավորինս արագ անխափան օգնություն հասցնելու տարածաշրջանին եւ որ տարածաշրջանում մշտական խաղաղության հասնելը հնարավոր է երկու պետություն տարբերակով լուծման միջոցով։ Նախագահական համալիրում հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, Էրդողանի գլխավոր խորհրդականը եւ այլ պաշտոնյաներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների շրջանակում հեռախոսազրույց է ունեցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ, որը Վաշինգտոնում է։ Իրանի արտգործնախարարության խոսնակի խոսքով Գրոսին Արաղչիին հայտնել է, որ գործակալությունը պատրաստ է աջակցելու Իրան-Միացյալ Նահանգներ անուղղակի բանակցությունների առաջխաղացմանը։ Արտգործնախարարն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցմանը, որը հիմնված է դիվանագիտության ուղու ընտրության հարցում բարի կամքի եւ լրջության վրա, Գրոսին զեկուցելով Միացյալ Նահանգների հետ ուղղակի բանակցությունների վերջին իրավիճակի մասին։ Գրոսին իր հերթին բարձր է գնահատել Իրանի պատասխանատու մոտեցումը եւ հայտարարել գործակալության պատրաստակամության մասին, ցանկացած աջակցություն ցուցաբերել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունների գործընթացին, հիմնվելով գործակալության պարտականությունների եւ լիազորությունների վրա համաձայն իր կանոնադրության։ Անցած երկու շաբաթօրերին Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային հարցի եւ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել, սկզբում Օմանում, իսկ հաջորդը Իտալիայի մայրաքաղաքում։ Բանակցություններից հետո երկու կողմերն էլ ուրախություն են հայտնել, որ բանակցություններում առաջընթացը շատ դրական եւ կառուցողական է։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը վերջերս այցելել էր Իրան եւ բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամիի, նաեւ արտգործնախարար Արաղչիի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանից մեկնել է Պեկին հանդիպելու Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Արաղչին պատրաստվում է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինին փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի ուղարկած ուղերձը։ Արաղչին Չինաստանը որակել է որպես Իրանի ռազմավարական եւ հուսալի գործընկեր, ընդգծելով երկու երկրների միջև ավելի սերտ համակարգման անհրաժեշտությունը միակողմանիության եւ ահաբեկչական քաղաքականության դեմ։ Արաղչին հանդիպել է Չինաստանի առաջին փոխվարչապետ եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Դինգ Սուեքսյանի հետ։ Բարձրաստիճան պաշտոնյաները խոսել են ռազմավարական գործակցության համապարփակ համաձայնագրի շրջանակում փոխգործակցության մասին, նաև քննարկել 25-ամյա ճանապարհային քարտեզի իրագործումն արագացնելու ծրագրերը։ Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ։ Նախազգուշացրել է Պաղեստինում Իսրայելի ռեժիմի ցեղասպան հանցագործությունների սարսափելի հետևանքների, տարածաշրջանում այդ երկրի ռազմատենչ գործողությունների եւ Եմենի դեմ Միացյալ Նահանգների կրկնվող ագրեսիայի գործողությունների մասին։
մասին։ Չինաստանի փոխվարչապետին տեղեկացրել է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների ընթացքի մասին, նշելով, որ Իրանը լրջությամբ եւ բարի կամքով է ընտրել դիվանագիտությունը։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը, որն անցած շաբաթ մեկնել էր Մոսկվա հանդիպելու եւ զրուցելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ փոխանցելու իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը, դեռևս Մոսկվա այցի ժամանակ էր հայտարարել այս շաբաթ Չինաստան այցելելու մտադրության մասին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ բարձր մակարդակով երկու կողմերի միջև շարունակական եւ սերտ խորհրդակցությունները երկու երկրների ղեկավարների վճռականության հստակ նշան են, ընդլայնելու հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Չինաստանը որպես անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ նախորդ գործընթացներում ազդեցիկ երկիր եւ մի երկիր, որը գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից է եւ ունի շատ սերտ հարաբերություններ եւ ռազմավարական գործընկերություն մեզ հետ, կարող է կառուցողական եւ ազդեցիկ դեր խաղալ ցանկացած գործընթացում։ Բաղային տեղեկացրել է, որ Իրանի արտգործնախարարի այցը Չինաստան նախապես ծրագրված է եղել։ Նա ասել է, որ այս այցի ընթացքում պատրաստվում են քննարկել Իրան-Միացյալ Նահանգներ անուղղակի բանակցությունների ընթացքը եւ չինացիներին տեղեկացնել վերջին զարգացումների մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-ից 24-ը պետական այցով Չինաստանում է։ Ադրբեջանը եւ Չինաստանը ստորագրել են համատեղ հայտարարություն Ադրբեջանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին։ Փաստաթուղթը ստորագրել են անձամբ Իլհամ Ալիևն ու Սի Ցզինպինը։ Գործընկերության հաստատումը ներառում է 20 համագործակցության փաստաթղթի ստորագրում։ Համապարփակ ռազմավարական գործընկերության հայտարարությամբ կողմերն աջակցություն են հայտնում միմյանց ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանական կողմն ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը, կտրականապես դեմ է Թայվանի անկախության ցանկացած ձևին եւ աջակցում է Չինաստանի կառավարությանը երկրի վերամիավորման գործում։ Չինաստանն իր հերթին վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին եւ հակաարդյունավետ է համարում առճակատմանն ուղղված աշխարհաքաղաքական խաղերը։ Կողմերը պայմանավորվել են ամրապնդել մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության համապատասխանեցումը Ադրբեջանի Մետաքսի ճանապարհի վերածնունդ պետական զարգացման ռազմավարությանը եւ սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությանը մինչեւ 2030 թվականը, որպեսզի համատեղ խթանեն արդիականացումը եւ նոր տարածք ստեղծեն ավելի բարձր մակարդակի համատեղ զարգացման, կայունության եւ երկարաժամկետ կայունության համար։ Պեկինը եւ Բաքուն պատրաստակամություն են հայտնել շարունակելու ամրապնդել առևտրատնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի մեխանիզմի համակարգող եւ առաջնորդող դերը։ Որոշում է ընդունվել ստեղծել ներդրումային գործակցության աշխատանքային խումբ, ամրապնդելու համագործակցությունը առևտրի, ներդրումների, կանաչ էներգիայի եւ թվային տնտեսության ոլորտներում, նաեւ խթանելու երկկողմ գործակցության որակյալ զարգացումը առևտրատնտեսական ոլորտում։ Կողմերը բարձր են գնահատում տրանսպորտի ոլորտում համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնում շարունակելու խթանել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, լոգիստիկայի եւ փոխադրումների արդյունավետության բարձրացումը, տարածաշրջանային փոխկապակցումը։ Կողմերն ընդգծել են, որ ահաբեկչությունը, անջատողականությունը եւ ծայրահեղականությունը լուրջ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար եւ կարեւոր է համատեղ կանխել եւ հակազդել այդ չարիքին։ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կմեկնի Ադրբեջան, այս մասին տեղեկացնում է Եվրամիության պաշտոնական կայքէջը։ Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նաեւ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախատեսվում են մամուլի համար հայտարարություններ։ Այցի երկրորդ հատվածում Կայա Կալասը հանդիպում կունենա երիտասարդ եվրոպացի դեսպանների հետ։ Մարոթ Արվերդյան, Հարևաններ։